Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 18-ին 1.521.931 մարդ գնացել է ընտրության։ Դա կազմում է ընտրողների թվի 60%-ը։ Իդեպ ամենաակտիվը եղել են Արարատի մարզի բնակիչները 74% մասնակցությամբ։ Այնուհետև Գեղարքունիքի մարզն է 69% մասնակցությամբ։ Ընտրություններին քիչ են գնացել արմավիրցիները 57%, իսկ ամենապասիվը երևանցիներն են 54%։ Ըստ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի տվյալների, չնայած որ մարդահամարի արդյունքներով 2011-ի 2001-ի համեմատ բնակչության թիվը նվազել է 131,000-ով, ընտրողների թիվը նույն ժամանակաշրջանում աճել է 202,000-ով։ Իսկ ընտրողների ցուցակներում առկա է օրինակ մինչև 18 տարեկան 5751 հոգի, 6715 ընտրող էլ առանց բնակարանային տվյալների է։ Ընտրություններին ամենից շատ ձայն ստացան Սերժ Սարգսյանը 58,6%, եւ Ռաֆի Հովհաննիսյանը 36,7%։ Անվավեր ճանաչված քվեաթերթիկները զբաղեցնում են երրորդ հորիզոնականը 3,4%։ Մեկ այլ փաստ այն տեղամասերը, որտեղ հաղթել է Սերժ Սարգսյանը, ավելի շատ քվեաթերթիկ է անվավեր ճանաչվել 30,000։ Ի տարբերություն այն տեղամասերի, որտեղ հաղթել է Ռաֆի Հովհաննիսյանը, այդտեղ 21,000 քվեաթերթիկ է անվավեր ճանաչվել։ Այն տեղամասերը, որտեղ ընտրողների կեսից քիչն են գնացել ընտրության, ձայների մեծամասնությունը 51%-ը պատկանում է Ռաֆի Հովհաննիսյանին։ Իսկ այն տեղամասերը, որտեղ մարդկանց կեսից շատն է գնացել ընտրության, Սերժ Սարգսյանը ստացել է ձայների 59%-ը։ Հետազոտության համաձայն ազատ պետություններում բնակչության մասնակցությունն ընտրություններում մի շատ ավելի բարձր է, քան ոչ ազատ եւ մասամբ ազատ պետություններում։ Այս ընտրություններում գրանցած մասնակցության ցուցանիշը եւս մեկ անգամ փաստեց Հայաստանի ոչ ազատ լինելը։